Հենց հիմա ուղիղ եթերում ենք, չէ՞ մենք։ Այո, ուղիղ եթերում։ Հենց հիմա էլ այդ հարցը լուծենք։ Ուրեմն Google-ում ես տպեցի ինչ է ինքնիշխանությունը։ Սա արհեստական բանականության պատասխանն է։ Հեսա անգլերեն տեքստը, հեսա։ Այո։ Լավ ցույց տվեք։ Sovereignty is the same։ Կարդում եմ. Սուվերենությունը բարձրագույն անկախ իշխանություն է, որը պատկանում է մի պետությանը, որով նա կառավարում է իրեն, ստեղծում է իր սեփական օրենքները եւ ղեկավարում է իր տարածքով առանց որևէ արտաքին միջամտության։ Լուծվեց հարցը։ Էլի հարցեր կան։ Նորից եմ կարդում. Բարձրագույն իշխանություն, բարձրագույն անկախ իշխանություն ցանկացած պետության, որով նա կառավարում է իրեն, ստեղծում է իր օրենքները եւ կառավարում է իր տարածքը առանց արտաքին միջամտության։ Հեսա, անգլերեն տեքստ, խնդրեմ։ Այո։ Մենք անգլերեն որ տեսնում ենք, ուշքներս գնում է, հեսա, նայ։ Այդ հարցը լուծվեց։ Այո։ Կարծում եմ։ Իմ կարծիքով այդ հարցն էլ լուծվեց։ Հա, հիմա Իրան անիմաստ է ինչ որ բան հարցնելը, սա դեմագոգ է, սա սուտխոսան պոպուլիստ է։ Դուք ինչ էլ իրան հարցնեք, նա պլստալու է, նա ճիշտը չի ասելու։ Նա հանձնելու է եւ Տիգրանաշենը եւ անկլավները։ Եվ այս քարոզիչները հմեկով, Civilnet-ով, մեկը EM-ի մեջ, այդ Armlur ինչ որ մի տասնյակ կանալներ են ստեղծում։ Դե գիտեք, միլիոնավոր դոլարներ են ստանում արևմուտքից, կանալներ են ստեղծում եւ մեր ժողովրդին խափում են, պահում են գիպնոզի տակ։ Այս անկլավները զիջելուց հետո հերիք չի, որ մենք արդեն Իրանի հետ չենք ունենալու սահման։ Այդ անկլավները զիջելուց հետո մենք հələ մի հատ էլ Սյունիքում այդ մի կտոր է լինելու, որը համ Տիգրանաշենից է կտրված լինելու, համ էլ Իրանից։ Այդ առաջի կտորն է։ Դուք տեսել եք, չէ՞, մարդ ոնց է կապլետ ուտում։ Պատարակաղով, դանակով, սենց կտոր։ Առաջի կտորը դա է լինելու։ Հետո մենք հյուսիսից էլ կտրվում ենք Վրաստանից։ Եվ Հայաստանը կամաց դադարելու է գոյություն ունենալու, բայց այս քարոզիչները ասելու են, որ դա ամեն ինչը ճիշտ է արվում։ Մենք պետք է Հայաստան չունենանք, որպեսզի մենք լինենք սուվերեն, որովհետև մենք պետք է մեր սրտում սուվերեն լինենք։ Մեր հոգին պետք է սուվերեն լինի։ Դրա համար մենք պետք է Հայաստանը թողնենք եւ գնանք Կրասնոդար կամ գնանք Մոսկվա, չնայած մեզ այնտեղ էլ չեն թողի հիմա, որովհետև տեսեք ինչ հարաբերություններ են։ Գնանք, ուր ասեմ, Ֆրանսիա, գնանք Արգենտինա, գնանք Միացյալ Նահանգներ, որ այնտեղ սուվերեն լինենք։ Այս մարդկանց համար ոչ մի սրբություն չկա, նրանք ինչ կուզես կասեն, ամեն ինչ կարդարացնեն, երբ որ Հայաստան ընդհանրապես չլինի, նրանք ասեն ճիշտը դա էր, բայց մենք ազատվեցինք Ռուսաստանից։ Իրենց քարոզիչները եւ իրենց աղանդի անդամները շարունակում են մեզ տանել դեպի երկրի կործանման։ Մեր ժողովուրդը պետքա որոշի, նա ուզում է պետականություն ունենալ թե ոչ։ Մեր ժողովուրդը դարերով, հազարամյակներով երազել է ունենալ պետականություն։ Հիմա այս աղանդի պատճառով եւ այս քարոզիչների բանակի պատճառով մենք արդեն Հայաստան չունենք։ Մենք ինքնավար մարզ ենք հիմա։